Ներքին գործերի նախարարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողով։ Մասնակցել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության գրասենյակի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն իր խոսքում բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ոլորտի զարգացումը առանցքային նշանակություն ունեն ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում։ Ըստ փոխնախարարի, բարեփոխումների ժամանակ մարդկային ռեսուրսն անկյունաքարային է։ Նա նշել է, որ մարդկային ռեսուրսի պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունն է ապահովում բարեփոխումների արձանագրած հաջողությունները։ Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ կարևոր են մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման բոլոր փուլերը, այդ թվում հավաքագրման, առաջխաղացման, կրթության ու վերապատրաստումների եւ այլ կարևոր ուղղություններ։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխտեսպան Դեյվիդ Ալենն անդրադառնալով ձևավորված սերտ համագործակցությանը վստահեցրել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումները իրականացվելու են արդյունավետ եւ համակարգված, անկախ համակարգերի գործառնական եւ օրենսդրական տարբերություններից։ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր խոսքում ընդգծել է, որ նպատակային փոխգործակցության շրջանակում կարևոր է մասնավորապես միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս տեղական պայմաններին հարմարեցված պրակտիկաների ներդրմամբ զարգացնել ոլորտը, բարձրացնել մասնագետների հմտությունները։ Բանախոսներն անդրադարձել են առանցքային մի շարք թեմաների, մասնավորապես ներքին գործերի նախարարության եւ մարդկային ռեսուրսների բարեփոխումներին, Եվրոպական միության երկրների ոստիկանական համակարգերի փորձին։ Քննարկվել են կոմպետենցիաների վրա հիմնված հավաքագրման եւ վերապատրաստման գործընթացի գերմանական եւ էստոնական փորձն ու մոտեցումները, արժանինքների վրա հիմնված գնահատման եւ խթանման համակարգերը Իսպանիայում եւ Էստոնիայում, ինչպես նաեւ Ռումինիայի փորձն ու մոտեցումները ոստիկանական համակարգում աշխատանքային ճկուն կարգավորումների եւ հետծառայողական սահմանափակումների համատեքստում։ Համաժողովը հնարավորություն էր մեկտեղելու միջազգային լավագույն փորձն ու տեղական առաջնահերթությունները ի նպաստ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների եւ շարունակական բարեփոխումների։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։
Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում, տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը, ձեռք բերել ազատ վաճառվող մուլտիսքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար, երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։